Երկրապահի հոբելյանական համագումարն է, ազատամարտում հաղթած սերնդին պատանի երկրապահներն են դիմավորում։ Դահլիճում մարտական ընկերների ջերմ հանդիպում է ու զինվորական կարգ ու կանոն։ Նախ օրակարգին ու ծրագրին են ծանոթանում։ Ավանդույթի համաձայն հյուրընկալում է մարտական ընկերոջը, ով նաև գերագույն գլխավոր հրամանատարն է ու պետության ղեկավարը։ Մեկ րոպե լռությամբ հարգում են սպարապետի ու ազատամարտի մյուս հերոսների հիշատակը։ Երկրապահ ենք ազգովի, նահատակ ընկերներից պատգամ ունենք հզորացնելու Հայաստանն ու Արցախը, հայտարարում է գեներալ Գրիգորյանը։ Հավելում է, գործը միասնաբար պիտի անենք։ Երկրապահները սատարում են իրենց մարտական ընկերոջն ու երկրի նախագահին։ Մենք հավատում եւ վստահում ենք ձեզ, դուք մեր մարտական ընկերն եք, մենք համոզված ենք, որ ջանք ու եռանդ չեք խնայում կառուցելու հզոր զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինի հայրենիքի սահմանները եւ որտեղ բարեկեցիկ խաղաղ կյանքով կապրեն մեր ժողովուրդը։ Այս պահին ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն, մարտի դաշտում պարտված հակառակորդը իր ժողովրդի աչքում փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է, ընդգծում է նախագահ Սարգսյանը։ Հակառակորդի կրակոցներից մեր սահմանների մոտ զոհվում են զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ։ Նման արարքը պատերազմի հետ կապ չունեցող սովորական մարդասպանություն է։ Լայնածավալ պատերազմ սկսելու համար նրանք չունեն ոչ կարողություն եւ ոչ էլ հնարավորություն։ Ահա այս մարդասպանություններն են, որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է իր ժողովրդին իբրև պայքար հանուն Ղարաբաղի։ Մարդասպանությունն ըստ նախագահի նաև նպատակ ունի թեժ պահել հայերի դեմ ատելությունը։ Պաշտոնական Բաքուն հակահայկականության շուրջ է ուզում համախմբել նոր ադրբեջանական ազգը։ Հայատյացությունը Ադրբեջանում դարձրել են հայրենասիրության հոմանիշ։ Սա մեզ համար դժվար հասկանալի իրողություն է, որովհետև հայրենասիրություն ասելով հայերը հասկանում են բոլորովին այլ բան։ Հունվար-փետրվարը Ադրբեջանի ուրացություն սև օրերով է ծանրաբեռնված։ Սրա համար նրանք մեղադրում են հայերին ու բոլորին, բայց ոչ իրենց։ Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիոն գործողության փորձը, որ անփառունակ վախճան ունեցավ, հենց հունվարի 20-ին էր։ Հունվարի 20-ի մասին ես միայն մի բան կասեմ։ Ադրբեջանի իշխանություններին դեռևս հաջողվում է իր ժողովրդի համար կեղծել անգամ հունվարի 20-ի դասերը։ Մինչդեռ իրականությունը միշտ էլ ջրի երես դուրս գալու հատկություն ունի, իսկ մեղք ուրիշների վրա բարդելը երկար կյանք չի ունենում սովորաբար։ Բաքվի հայերի ջարդերի գագաթնակետը Բաքվի հայկական եկեղեցու հրկիզումն էր ամբողջի կողմից։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դեռ խորհրդային զորքը Բաքու չէր մտել։ Սա է իրականությունը եւ բաքվեցիներն այդ մասին շատ լավ գիտեն։ Այրել խաղաղության կամուրջները, սա նախագահի կարծիքով Բաքվի քաղաքականության մյուս նպատակն է։ Թույլ չտալ, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները պատրաստ լինեն միմյանց ներելու, միմյանց ձեռք սեղմելու, պատրաստ լինեն խաղաղության։ Ես սա համարում եմ ամենավտանգավորը մեր երկու ժողովուրդների համար։ Հայաստանի գլխավոր փաստարկն այլ է, ընդգծում է գերագույն գլխավոր հրամանատարը։ Իմ փաստարկը հայոց բանակն է, իմ փաստարկը դուք եք եւ բոլոր այն հայորդիները, ովքեր հենց այսօր պատրաստ են զենք բռնել։ Միանգամից ասեմ, համոզված եմ, որ դրա կարիքը չի լինելու։ Չի լինելու հենց այդ պատրաստական կեցվածքի պատճառով։ Չի լինելու հենց այդ փաստարկի հզորության շնորհիվ։ Չի լինելու, որովհետև 20 տարեկանը չբոլորած մեր երիտասարդները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել։ Իսկ երբեմն չնեղանաք, ավելի լավ, քան մենք։ Նախագահի դիտարկմամբ Բաքվի ռեժիմը սխալվում է մտածելով, թե մենք թույլ ենք, քանի որ չենք թաքցնում մեր կորուստները, չենք մոլորեցնում ժողովրդին ու հրապարակավ քննարկում ենք խնդիրները։ Նրանք չեն հասկանում, որ հենց դրանում է մեր ուժը։ Չեն էլ կարող հասկանալ, քանի որ այդ արժեքները իրենց հասու չեն։ Հենց դրա համար էլ մենք նրանց պես
ողորմելի քարոզչություն վարելու կարիքը չունենք։ Հենց դրա համար էլ մենք հաղթել ենք։ Հենց դրա համար էլ մեր հաղթանակը անշրջելի իրողություն է։ 90-ականներին էլ Ադրբեջանը գերագնահատեց ուժերն ու ընկավ իր իսկ լարած թակարդը, հիշեցնում է նախագահը։ Այստեղ նստածներից շատ-շատերը հիշում են, թե ինչպես 90-ական թվականների սկզբներին, ով դառնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, իսկ դրանց թիվը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 5-ից ավելին էր, իր պարտքն էր համարում հաջորդ իսկ օրը հայտարարել, որ ինքը անպայման մեկ շաբաթ հետո Ստեփանակերտում թեյ է խմելու։ Բայց ի ուրախություն մեզ եւ ի ափսոսանք իրենց ակնհայտ էր, որ Ստեփանակերտում նրանց որևէ մեկը չէր պատրաստվում թեյ հյուրասիրել։ Որքան է զարմանալի է, այսօր մենք վկանենք նույն ճոռոմախոս քարոզչությանը։ Թող շարունակեն, դա միևնույն է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Իրականության ոչ օբյեկտիվ գնահատականը որևէ մեկին լավ բանի չի հասցրել։ Ազատ Հայաստան ու ազատ Արցախ, որ պիտի դառնան ավելի ազատ, պետության ու ժողովրդի գերակայությունն է։ Մենք սիրում ենք կյանքը, մենք ունենք ապրելու, մանավանդ լավ ապրելու մեծ ցանկություն։ Եվ իրականացում ենք դարձնելու մեր ցանկությունը եւ հերուներից հետ ենք բերելու մեր հարազատներին։ Ոչ մի մարդասպան չի կարող կասեցնել հայ ժողովրդի հազարամյա երթը։ Եղել են կասկածողներ, բայց նրանց նետերն ու նիզակները, փամփուշտներն ու ռումբերը, փողերն ու խարդավանքները բավարար չեն եղել։ Վաղն էլ չեն բավականացնելու, որովհետև մենք սիրում ենք կյանքը, մենք սիրում ենք ազատություն։ Ազատ Հայաստանն ու Արցախը պաշտպանած երկրապահները երկրապահի նման, բաց ու թափանցիկ քվեարկությամբ Մանվել Գրիգորյանին վերընտրեցին միության նախագահ։ Մարտի դաշտում հաղթանակը խաղաղ պայմաններում ամրապնդելով մտահոգ երկրապահներն առիթն օգտագործելով հարցեր են ուղղում պետության ղեկավարին։ Հիմնականը սոցիալ-տնտեսական վիճակն է։ 2013-ի արդյունքներով 3.5% աճ է ակնկալվում, 2012-ին 7% էր։ Միտումը համաշխարհային է, ընդգծում է Սերժ Սարգսյանը։ ԱՊՀ համար արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր 3.8% տնտեսական աճ, այսօր իրականը գնահատվում է 2.1%։ Ռուսաստանի Դաշնության համար կանխատեսումը 3.7% էր, իրականը եւ նախնականը 1.5%, Եվրագոտու համար կանխատեսումը -0.2% էր, նախնականը -0.4%։ Ինչպես տեսնում եք, բոլոր տեղերում կախված եւ համաշխարհային process-ներից եւ կոնկրետ երկրի ներքին խնդիրներից աճը դանդաղել է։ Հիմա սա լավ է թե վատ։ Եթե համեմատենք ուրիշների հետ լավ է, բայց եթե համեմատենք մեր կարիքների հետ վատ է։ 2014-ի համար նախագահը տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ է ակնկալում։ Նախորդ 6 տարիների փորձն ունենք, երբ միջին աշխատավարձն ավելի շատ է աճել, քան գնաճը։ Եթե 6 տարվա կտրվածքով նայենք, մենք ունեցել ենք ուրեմն միջին տարեկան գնաճ 140%, այսինքն այս 6 տարիների ընթացքում գնաճը կազմել է 40%, միջին աշխատավարձը կազմել է 160%, այսինքն միջին աշխատավարձը առաջանցիկ այսպես տեմպերով է գնում։ 2013-ին Հայաստանը թողարկեց արտարժութային արժեթղթեր։ Միաժամանակ չիրականացան չարագուշակ կանխատեսումները, թե Հայաստանին ոչ ոք պարտք չի տա։ Նախագահը խոսում է փաստերով։ Արդյունքում մեր երկրին առաջարկեցին $3 միլիարդ պարտք։ Մենք վերցրեցինք ընդամենը 700 միլիոն, որովհետև ավելին կարող էր վատթարացնել մեր տնտեսական վիճակը, մեր ցուցանիշները։ Ավելին ասեմ, այս ընթացքում սեպտեմբերից մինչև փետրվար
այդ արժեթղթերը, որ 6%-անոց էին, այժմ դառել են 5.8%, այսինքն ավելի են թանկացել, գիտեք ինչքան տոկոսը քչանում է, այնքան արժեթուղթը ավելի մեծ արժեք է ձեռք բերում, բայց եթե մեր վիճակը վատ է, եթե մեր պարտքերը շատ են, եթե մենք գահավիժում ենք որպես տնտեսություն, այդ ինչպես է, որ աշխարհի խոշորագույն 60 ներդրողները մեզ առաջարկում են ահռելի մի թիվ $3 միլիարդ։ Բարեփոխում, որ միտված է բարեկեցիկ ապագային, արդյունքները տևական ժամանակ հետո են զգացելու, նախագահին հարցնում են կենսաթոշակային բարեփոխումների մասին։ Գիտակցաբար ենք գնացել այդ քայլին, որովհետև այդ քայլն ուղղված է Հայաստանի ապագային, այլ քայլը արվում է մեր զավակների, մեր թոռնիկների համար։ Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները անխտիր այս խնդրով զբաղվել են, այս խնդիրը նրանց մտահոգվել է։ Այսօրվա կառավարությունը որոշել է հենց այսօր այս խնդրին լուծում տալ։ Եվ ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, որովհետև իրոք սա անհրաժեշտ լուծում է։ Կուտակվող գումարը 5% է, սակայն վերջին տարիներին աշխատավարձերը բարձրացել են մի քանի անգամ ավելի, հիշեցնում է Սերժ Սարգսյանը։ Գիտեք, որ հուլիսի 1-ից բոլոր պետական ծառայողների աշխատավարձերը բարձրանալու են 40-ից 80%։ Իսկ ինչ է եղել։ Հաշվեք, որ բարձրացել է 35% կամ 75%։ Մի ակնկալեք այն 5%, այն 5%-ը պետք է գալու բոլորիս։ Կա խնդրի երկրորդ կողմը։ Այդ հիմնադրամները մեծ տեմպ են հաղորդելու մեր տնտեսական զարգացմանը։ Մեր երկրում հայտնվելու են երկար ու ցածր տոկոսներով փողեր։ Գազային պայմանագիր։ Հանրության մեջ տարբեր խոսակցություններ կան, քանի որ նախագահի բնորոշմամբ շատ մարդիկ չեն ցանկանում ասել ճշմարտությունը, փորձում են ամեն ինչ գլխիվայր շուռ տալ։ Գազի պայմանագրի էությունը առաջին հերթին գազի գինն է։ Այսքան ժամանակ լսել եք, որ այդ բանավիճողները խոսեն գնի մասին։ Առաջին հերթին թող խոսեն գնի մասին եւ ասեն, եթե գինը թանկ է, ուրեմն մենք շատ վատ ենք բանակցել, այդ գինը ամենացածրն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ պետության։ Երկրորդ կարևոր օգուտը 5 տարի գազի գինը չի փոխվելու։ Շահարկվող հաջորդ թեման վերաբերում է նախորդ տարիների պարտքին։ Կամ մարդիկ, որ հիշողությունը մի քիչ արդեն իրենց դավաճանում է, կամ մարդիկ, որ լավ չեն կարողանում ընթերցել եւ փորձում են ասել, որ ի խախտում են մեր օրենքների, ինչ որ պարտքեր են կուտակվել, որ բյուջեում այդ պարտքերը պետք է արտացոլվեին եւ այլն։ Որ իբր մենք թաքուն բանակցություններ ենք վարել։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը պետք է հիշի, որ ես առնվազն 1 տասնյակի մոտ հայտարարություններ եմ արել այդ թեմայով եւ մշտապես ասել եմ հետեւյալը, որ խոսքս 11 թվականից սկսած, որ Հայաստանի Հանրապետության սպառողների համար գազի գինը չի թանկանա։ Դա ինչ է նշանակում։ Պարզ, եթե այսպիսի բան ես ասում, հայը պետք է հասկանա, որ հնարավոր է պետության համար, հիմնարկի համար ներկրող գազը թանկանա, բայց Հայաստանի Հանրապետության սպառողների համար գազը չի թանկանալու։ Ինչու է վաճառվել Հայրուսգազարդի բաժնետոմսերի 20%-ը։ Այս հարցը եւս պարբերաբար շրջանառվում է դեկտեմբերի 3-ից հետո։ Ինձ հետաքրքիր է ինչ էր տալիս այդ 20%-ը։ Եթե մենք որպես պետություն ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում վաճառել ենք 80%-ը։ Այսինքն 80%-ը կարելի էր վաճառել, 20-ը չէր կարելի վաճառել։ Տարօրինակ չի։ Թող որևէ մեկը ինձ ասի այդ 20%-ը ինչ էր մեզ տալիս։ Քանի լումա մեզ դիվիդենդ է բերել։ Կամ այդ 20% ինչ է հնարավորություններ տալիս մեզ այնտեղ տնօրեն նշանակելու, կամ ինչ անելու, որոշումների վրա ազդելու։ Որևէ մեկը, այդ որ տարբեր հարթակներում խոսում են ազգային ժողովից մինչև օպերայի հրապարակ, եթե կարող է գնալ բանակցել ռուսական կողմի հետ եւ ավելի էժան ու ավելի լավ պայմաններով գազ բերել, խնդրեմ,
թող գնա անի, թող բերի, ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ։ Հիշում եք պատերազմի տարիներին ինչքան խոսողներ կային, ինչքան հեքիաթներ էին պատմում, ինչքան առասպելներ էին պատմում, բայց հենց որ պետք էր գնալ կոնկրետ գյուղ գրավել, մեկի գլուխներ ցավում, մեկի հորեղբոր տղայի 40-ներ, մյուսի մեքենայի ակներ ցակում։ Եթե 92-ին երկրից 200,000 մարդ է հեռացել, ապա 2013-ին 2012-ի համեմատ գնացող եկողների բացասական տարբերությունը կրճատվել է 31,000 մարդով։ Թող որևէ մեկին չթվա, թե արտագաղթի խնդիրը իրեն շատ ավելի է մտահոգում, քան ինձ։ Իրոք ինձ մտահոգող ամենամեծ խնդիրներից մեկն է։ Բայց մյուս կողմից էլ ես չեմ ընդունում այս թեմայի շահարկումը քաղաքական նպատակներով։ Ես չեմ ընդունում այս խնդրի լուծումը ծնկները ծեծելով, լացուկոցով։ Հայաստանը տնտեսական առումով որոշակիության փուլում է, ինչը նոր ներդրումներ ու ձեռնարկություններ է ենթադրում, ընդգծում է նախագահը։ Մաքսային միությանն անդամակցելով շատ ավելի մեծ աճ կարող ենք ապահովել, նշում է նախագահը։ 3 միլիոնանոց Հայաստանի առջև Մաքսային միության 200 միլիոնանոց շուկան է բացվելու։ Արկադի Գրիգորյան, Արման Ղարիբյան, ժամը լրատվական։